Հաջողությանս միակ գրավականը կինս է։ Մասնագիտական աստիճաններով վեր բարձրանալու մեջ անուրանալի է Աստղիկ բժշկական կենտրոնի ղեկավարության ներդրումը։ Կներեմ ու կհասկանամ ամեն բան, բացի ստից։ Եթե չընտրեի բժշկի մասնագիտությունը, ապա ամբողջ կյանքում կերազեի բժիշկ դառնալու մասին։ Բլից հարցեր Հիպոկրատի նվիրյալին շարքում ահա այս կերպ է անկեղծացել բժշկի կոչումը հպարտորեն կրող Հայաստանի Հանրապետության լավագույններից լավագույնը, Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի ծառայության ղեկավար Մանուկ Յաշչյանը։ Ընտանիքը ձեզ համար։ Ընտանիքը ինձ համար դա առաջնահերթություն է եւ ամենաթանկ բանն է եւ նաեւ առիթից օգտվեմ Իլոնա ջան, ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ ընտանիքի անդամներին, սկսած իմ ծնողներից, իմ կնոջը, իմ երեխաներին, որովհետեւ 24 ժամ, երբ որ ես տանն է պետքա հատկացնեմ իրենց այդ ժամանակը, բայց իրանք այդ ամեն ինչը կարողանում են ըմբռնումով մոտենալ, որ այն ամեն մի զանգը, այն ամեն մի գրաֆիկից դուրս իմ աշխատանքի վայր հաճախելը, կարող է ինչ-որ առիթի լինես, հետադարձ լինես կապ հիվանդանոցի հետ կամ գաս նույնիսկ այցելես հիվանդանոց, ինչ-ինչ պատճառներով իմ ընտանիքը երբ որ կարողանում է 24 ժամ գիշեր թե ցերեկ իմ կողքին լինել եւ ինձ հասկանալ այդ ամեն ինչը, ես Աստծուց շնորհակալ եմ, որ ունեմ նման ընտանիք։ Ինչը երբեք չեք ների։ Սուտը։ Ձեր բնավորության ձեզ համար ամենավատ գիծը ըստ ձեզ։ Դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե որ դժվար եմ կարողանում մարդու ներել։ Ով կարող է լինել ձեր ընկերը։ Առաջին հերթին իմ կինը։ Ինչի համար եք ափսոսում։ Ափսոսում եմ, որ չեմ դժվարանամ պատասխանել, բայց երևի թե որ ավելի շուտ չեմ ամուսնացել։ Իդեպ ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Իմ ընտանիքը։ Ով է այն մարդը, ով ճանաչում է ոչ միայն ուժեղ եւ կայացած բժիշկ Մանուկ Մուշեղիչին, այլ նաեւ մարդ, ով ունի նաեւ իրեն թույլ է տալիս նաեւ թույլ լինել, էմոցիաներ ապրել։ Ես երևի թե միանշանակ նորից կասեմ կինս, կարող շատ ահնչում այդ բառը, բայց իսկապես ամեն թե ուրախ պահերի եւ թե տխուր պահերին միշտ կողքից կանգնած է եւ թե որպես ընկեր, որպես եղբայր, որպես չեմ կարող ասեմ հարազատ, ամեն ինչ ինքն է։ Որն է ձեր հաջողության գրավականը։ Նորանոր ձեռքբերումները երևի թե Ունեք երջանկության ձեր բանաձևը, որը կկիսվեք մեր հետևորդների հետ։ Երջանկություն ունենալը, այո, ունենալ լավ ընկերներ, լավ աշխատանք եւ լավ ընտանիք։ Սիրո ձեր բանաձևը։ Սերը դա կառուցվում է միայն ճշմարտության հիման վրա։ Եթե չընտրեիք բժշկի մասնագիտությունը, ապա որ ոլորտում կտեսնեինք Մանուկ Մուշեղիչին։ Ասեմ ձեզ, դժվարանամ ասել, բայց փոքր տարիներից, երբ դպրոցական եմ եղել, միշտ երազել եմ, որ դառնալու եմ բժիշկ, եւ երբ մեծացել եմ եւ մայրիկիս պահած այդ մեր գրված դպրոցական տարիների շահադրությունները ձեռքովս անցել են, մաման պահած էր եղել այդ նյութերը Եվ ես տեսա այդ շահադրություններից մեկը, որ փոքր տարիքում եմ գրել, եւ եթե 3-րդ կամ 4-րդ դասարանում, որ իմ սիրած մասնագիտությունը ինչ կուզենայի դառնալ, եւ այո, ես այնտեղ էլ եմ նշել, որ իմ երազանքն է դառնալ բժիշկ, եւ իմ երազանքը իրականացել է, ես երևի թե չեմ պատկերացնում ինձ ուրիշ մասնագիտության մեջ տեսնել։ Եվ վերջում բժիշկ, ձեր ծնողներից մանկության տարիներին ստացած ամենակարևոր ձեզ համար պատգամը, որով առաջնորդվում եք մինչ օրս։ Դաստիարակությունը, մեծին հարգել ու չստել։ Ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ այսչափ պարզ եւ այսչափ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ հաճելի էր հարցազրույցն անցկացնելու համար։